կատարիր գնումների ձյան համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Մեր եթերը շարունակվում է հարցազրույցով, մեր հյուրն է ռեժիսոր, թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանը։ Բարև ձեզ, պարոն Բաբայան։ Բարև ձեզ։ Պարոն Բաբայան, տարօրինակ հարց ունեմ ձեզ։ Դուք այս նախընտրական կամպանիայում արդեն 2 շաբաթ է հետևում ենք այդ կամպանիային, որևէ դրական բան տեսնում եք։ Անկեղծ ասած, ես ամեն ինչի մեջ եմ դրական բան տեսնում, դրականը երևի նա է, որ մտածում ես մի օր պետք է սպառվի էլի այդ։ Всё когда-то кончается։ Հա, մի օր պետք է սպառվի, մի օր պետք է գուցե քաղաքական ուժերը հասկանան, որ հանրությունը հոգնում է այդ մեղադրանքներից, վիրավորանքից, նման ձևից։ Բայց այստեղ կարծում եմ հանրությունն էլ մեծ անելիք ունի, որտեվ այն ապրանքը, որը սպառող չունի, չի վաճառվում։ Ուրեմն ցավոք սրտի դեռ այդ ապրանքը վաճառվում է, եւ խոսքս ոչ թե ուրեմն ինչ որ բացահայտումների մասին է, որտեվ բացահայտումները նորմալ երևույթ են եւ լինում են տարբեր երկրներում եւ ժողովուրդը պետք է ճանաչի իր հերոսներին, ինչպես ասում են, այլ ձևի մասին է։ Կարծեմ մի անգամ ձեր մոտ մենք խոսում էինք, որ ձևն է ընդհանրապես որոշում բովանդակությունը, հաճախակի, որ սատանան սկսում է տպամերանցն է կարծեմ ասել, փրփուրը բերանին գորգորացող հրեշտակից։ Ես կարծում եմ դրականը երևի նա է, ես միշտ սպասում եմ, երբ մարդիկ կհոգնեն։ Դեռ չեն հոգնում, սա երևի եւս բնական է։ Ցենց ասեմ, երկու բացատրություն եմ տեսնում։ Մեկը ճաշակի հարց է, մյուսը IQ-ի, ինտելեկտի հարց է։ Նախընտրականի մեջ եք տեսնում։ Նախընտրականի մեջ, հա։ Գուցե այստեղ է հիմնական խնդրեմը։ Որտեւ երբ շատ տարբեր, կտրականապես տարբեր մոտեցումներ ունեցող քաղաքական ուժեր նույն բառապաշարով են իրար հետ շփվում, իմ համար անկեղծ ասած այդքան էլ մեծ տարբերություն չկա, որտեւ ես ուզում եմ տեսնել այս ընտրությունները քաղաքակրթական, հա, ընտրությունների շրջանակներում եւ համենայն դեպս, ասենց ասեմ, առաջատար, հա, ուժերի մեջ ես անկախ հայտարարություններից այդքան էլ այդ քաղաքակրթական ընտրությունը չեմ տեսնում, որտեղ իրականում եւ բառապաշարը, եւ մոտեցումները, եւ ասենց ասեմ կրթական ցենզը մոտորապես նույնն է։ Սա իհարկե տխրեցնում է, բայց գիտեք ինչքան ավելի ասենց ասեմ, ինչքան ավելի տարիքդ ավելանում է, այդքան երևի ելնելով այն հանգամանքից, որ ավելի քիչ ժամանակ է մնացել, ուզում ես ավելի լավատես լինել, որտեղ ուզում ես հասցնել, տեսնել լավը։ Երբ որ ավելի երիտասարդ ես, մտածում ես, որ դեռ կհասցնես, էլի, բան չկա։ Ես անկեղծ ասած շատ եմ ցանկանում եւ հույս ունեմ, որ կտեսնեմ։ Պարոն Բաբայան, ես փորձեմ կիսվել իմ մոտեցումով, իմ դարդերով, այսպես ասած, ես ինչ կուզեի տեսնել այս նախընտրական կամպանիայի ժամանակ, ես կուզեի նայ տեսնել եւ լսել քաղաքական միտք, քաղաքական մակարդակ,
առաջին հերթին ինչու ոչ միայն իշխանության, եւ իշխանության, եւ ընդդիմադիրների կողմից պետական այրերին բնորոշ եւ հարիր մակարդակ ուղեցույցներ, որպեսզի ես որպես ընտրող նրանց լսելուց հասկանայի, թե այդ մարդիկ իրականում ինչ են ուզում, որտեղ են ուզում մեզ տանել, որտեղ եւ ինչպես են տեսնում Հայաստանի Հանրապետության ապագան, ինչպեսին կարող է լինել այդ ապագան։ Ես այդ ամենը չեմ տեսնում։ Ընդհանրապես չեմ տեսնում։ Եվ դա այն դեպքում դուք նշեցիք, չէ, պակասում է երկու բան՝ ճաշակ եւ IQ։ Առնվազն մասնակիցների մի մասի մոտ այդ IQ-ն կա։ Կա, այնպես չի որ հիմարներ են բոլորը, կա այդ IQ-ն, բայց չի կիրառվում։ Եվ այստեղ ես կարծում եմ մենք գործ ունենք այլ խնդրի հետ, որը շատ ավելի խորքային է եւ ավելի շատ մտածելու տեղիք է տալիս մեզ, եւ ես կարծում եմ, որ այս խնդիրը իրականում գոնե մոտակա տասնամյակներում անլուծելի է։ Դուք ինչ եք մտածում։ Կրթությունը միանգամից չի տրվում։ Երկար process է իրականում։ Ես ձեր հետ համաձայն եմ եւ միգուցե ամենացավալին հենց դա է, որտեղ դու տեսնում ես մարդկանց, որոնց հետ անհատական շփումների ժամանակ հետաքրքիր է եւ իսկապես քաղաքական, քաղաքակրթական շատ կարևոր մտքեր են արտահայտում, սկզբունքներ են արտահայտում, բայց ինչպես է ստացվում, որ դուրս գալով ուրեմն դեպի հանրություն մենք միանգամից անցնում ենք արագլուխդ կջարդեն այ համբալ։ Հա, այս մակարդակ Համբալը դու ես։ Ինչու եւ ստեղ էլի երևի կրկնեմ այն ինչ ասում են գուցե հույս չեն կապում նրա հետ, որ կիրթ ձևով բացատրել քո սկզբունքները, մոտեցումները, տեսլականը, երկիրը ինչ ճամբարում ես ուզում տեսնել, գուցե դա այդքան էլ չի հետաքրում, հա, հանրության մեծամասնությանը չմոռանանք, որ մենք գործ ունենք քաղաքական ուժերի հետ եւ քաղաքական ուժերը չեն կարող հաշվի չառնել քանակը ընտրողների նույնիսկ երբ որ ասում են որ դե մեր այսպես ասած լսարանը փոքր է բայց նա որակյալ է սա քաղաքական ուժի մոտեցում չի քաղաքական ուժը միևնույն է միշտ առաջնորդվում է նաև քանակով, որտեղ միայն քանակն իրեն տալիս հնարավորություն իրագործել այն ինչ նա գուցե այն ինչ ցենց ասեմ ուղեղի մեջ պահում է փոքր քանակը անկեղծ ասած այստեղ երևի թե պետք է մի փոքր խաբեություն տեղի ունենա խորամանկություն նույնիսկ քաղաքական ուժերի կողմից, հա, գրավելով մեծամասնության ուշադրությունը իրականացնել այն, ինչ ուրեմն մեծամասնությունը այդքան էլ լավ չի հասկանում կամ չի պահանջում, ցենց ասենք, որովհետև ես չեմ կարծում, որ Հայաստանի ընտրողների մեծամասնությունը, ցենց ասեմ, տարբերվում է ամերիկացիների մեծամասնությունից կամ նույնիսկ անգլիացիների մեծամասնությունից։ Իսկ եթե հիշում եք Չերչիլը ասում էր, որպեսզի հասկանա ժողովրդավարությունը ինչ բան է, բավական է 10 րոպե խոսես հասարակ ընտրողի հետ, որ իմանաս դա ինչքան ահավոր վատ բան է։ Ես չեմ կարծում, որ դրանք չափազանցություններ են։ Այդպես է այդ կյանքը, քաղաքական կյանքը, եւ հենց գուցե դրա պատճառով է, որ հաջողության հասնում են այն երկրները եւ այն հասարակությունները, որոնք ամեն ինչ չեն քաղաքականացնում։ Որտեւ երբ որ մենք ամեն ինչ քաղաքականացնում ենք, մենք կարծես թե ակամա իջեցնում ենք, ասենք ասեմ, վերլուծության մակարդակը։ Առավել եւս հրապարակային ելույթները, նրանք ընդհանրապես չեն ենթադրում վերլուծություններ, եկեք անկեղծ խոսենք։ Եվ շատ դեպքերում նրանց պարունակությունը, այսպես ասած, մեղմ ասած, տարբերվում է իրականությունից։ Հա, դե հրապարակային ելույթը դա թամաշա է։ Ստեղ վատ բան չկա։
դուրս գալ թամաշային եւ սկսել լուրջ հարցեր քննարկել, դա պարզապես անգրագիտություն է եւ միամտություն է, ամեն ինչ ունի իր տեղը։ Բայց նախընտրական պայքարը դա ուրեմն հիմնականում հանրության հետ այդպես շփվել։ Ուրիշ հարց է, որ երբ հեռուստատեսությամբ կամ ինչ-որ ուրիշ նմանատիպ, հա, մաս մեդիաներում եւս չի պահպանվում արդեն ուրիշ մակարդակը շփման։ Բանավեճերի ժամանակ այն ինչ որ թույլատրելի է հրապարակում եւ այն ինչը հրապարակն է պահանջում քեզնից, երբ մարդ նստած է հեռուստացի առաջ կամ ասենք թե համակարգչի դեմը եւ նայում է ինչ որ հաղորդում, նույն մեթոդները օգտագործելը սխալ է։ Հրապարակը առաջին հերթին ազդում է զգացմունքների վրա։ Այս բանը թվային, հա, հաղորդակապը, նա ուղեղի վրա։ Այս տարբերությունը պետք է լավ զգալ, չխառնել մեկը մյուսի հետ։ Այսօր հայտնի է դարձել, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչապետի տեխնացու Նիկոլ Փաշինյանի վարորդական իրավունքից զրկված քաղաքացիների վկայականները վերականգնելու առաջարկը արդեն հանրային քննարկման է դրվել։ Այդ մասին մենք տեղեկացել ենք իդրաֆտ է հարթակից, արդեն այնտեղ է։ Հիմա հարցը այսպիսին է, դուք եք, ես վստահ եմ, հետևել եք այս դիսկուսիաներին, հասարակության մի մասը եւ որքանով ես հասկանում եմ, եթե մենք դատենք Նիկոլ Փաշինյանի էջում քվեարկության արդյունքներից, դա փոքրամասնությունն է, դեմ է դրան։ Մեծամասնությունը կողմ է։ Հետաքրքիր հարց է առաջանում։ Ասում են խմած, ես ունեք միայն խմածների մասին չեմ խոսում։ Ես նկատի ունեմ բոլորին։ Բոլոր մարդկանց, ովքեր ունեն 13 բալ տարվա սկզբում, տարվա կեսը դեռ չլրացած արդեն 0 է իրանց, զրկում են իրենց։ Այսինքն նրանք այնպես են վարել, կարևոր չի, խմած են եղել, խմած չեն եղել, ինչ են արել, որ զրկվել են այդ բալերից։ Այն դեպքում, երբ կան շատ քաղաքացիներ, որոնց 13 բալը դեռ տեղում է եւ որոնք վարում են այդ նույն ճանապարհներով, այդ նույն խնդիրներով եւ ամեն ինչով։ Հարցը այսպիսինն է։ Հիմա որքանով է ճիշտ թույլ տալ, որպեսզի մարդիկ վերադառնան ղեկին, այն մարդիկ, որոնք երբեք քննություն չեն տվել։ Մենք հասկանում ենք, չէ՞ ինչ երկրում ենք ապրում։ Այսինքն սա ուղղակի հնարավորություն է այդ ամենակարգազանց վատ վարորդներին ստիպել վերջապես այդ քննությունը տալ։ Որտեվ դուք եք վարորդ։ Դու գնում ես գլխավոր ճանապարհով, երկրորդականից գալիս է հելնում է դեմդ, ստեղծում է վթարային իրավիճակ, դու ազդանշան ես տալիս, կլոր աչքերով նայում է, որտեվ չի հասկանում։ Ինքը երկրորդական ճանապարհը առաջնայինից չի տարբերում։ Դա դեպքերի մի մասում։ Երկրորդում տարբերում է, բայց հատուկ գալիս է խցկվում է դեմը։ Հիմա չտարբերողների մասին ենք խոսում։ Չի տարբերում, որովհետև քննություն չի տվել, չգիտի, չի հասկանում։ Հիմա ավելի լավ չի այդ մարդուն մի փոքր ստիպել, ինքը գնա այդ քննությունը տա, որ գոնե տարբերի, որ վաղը վթարային իրավիճակ չստեղծի եւ այդ վթարային վիճակը չլինի մեկ պատճառով, որ ես դա փորձում եմ կանխել, դինելով գլխավոր ճանապարհը վրա։ Դուք էլ ես գիտեմ վստահ եմ ամեն օր այդպիսի դեպքերին հանդիպում եմ։ Հիմա պետք է այս մարդիկ վերջը վարորդական վկայական ստանան քննություն հանձնելով, թե չէ, թե նորից պետք է այդ վկայականը ստանան եւ շարունակել փողոցում մարդկանց կյանքը վտանգեն։ Եթե կարելի է այս թեման մի երկու մասի բաժանել։ Ինքը մեծ թեմա է, իհարկե։ Հա։ Կարծում շատ կարևոր է, թե ինչ քաղաքացի ուզում է ունենալ պետությունը։ Օրինապաշտ, թե ոչ։ Սա նոր երևույթ չի, եթե հիշում եք 18 թվականին եւս մեծ աղմուկ էր բարձրացել տուգանքների վերաբերյալ եւ իշխանությունը խոսք տվեց այդ տուգանքները չեղյալ համարել, հա, էլի խախտումների համար։ Եվ փաստորեն ստացվեց, որ նրանք ովքեր օրինապաշտ են, մուտում են տուգանք, եթե հանգարցակի սխալ են թույլ տալիս, հիմար դուրս եկան, որտեղ նրանք ովքեր թքած ունեն այդ տուգանքը մուծելու վրա, նրանք շահեցին, որտեղ երևի մեծամասնություն էին։ Բաբա, իրեր անվանենք իրենց մենք հիմար դուրս եկան։ Հա, այո, նույն օրն եմ անում, որտեղ պարզապես պարզ չեմ սիրում մնալ ոչ մեկին, ոչ ընկերոջս, ոչ պետություն։ Այո, այո։ Կարծում եմ սա էլ է քաղաքակրթական ընտրություն։ Հիմա նույն պատմությունը այստեղ է։
Բայց կիսելով ձեր այն կարծիքը, որ շատերը ստացել են վարորդական իրավունք չհանձնելով նման քննություն, ինձ անկեղծ ասած ավելի շատ դուր է գալիս գերմանական տարբերակը։ Գերմանիայում եթե դու 3 անգամ խախտում ես անում, իհարկե որոշակի ժամկետում կարծեմ էլի տարվա ընթացքում, քեզ ոչ թե ուղարկում են նորից հանձնել ուրեմն այդ վարորդական կանոնների, հա, քննությունը, այլ հանձնել Գերմանիայում դա կոչվում է իդիոտեն տեստ։ Լսել եմ այդ մասը։ Այո, որտեվ եթե մարդը ընդ որում դա իհարկե խախտումից է կապված, կարող է անմեղսունակ է, մենք ինչ ենք ստիպում, որ մարդը քննություն հանձնի, եթե նա ապուշ է։ Ապուշին պարզապես պետք չի տալ վարորդական իրավունք, որտեվ եթե նա նույնիսկ գերազանց հանձնի քննությունը, բայց նա ապուշ է, նա անպայման մի փորձանք կբերի։ Ես կարծում եմ, մենք Հայաստանում ընդհանրապես պետք է կարողանանք ուրիշ երկրների դրական փորձը կիրառել նաև մեր մոտ։ Ես համոզված եմ, որ այդ խախտողների մեծամասնությունը այդ իդիոտեն տեստը չէր հանձնի։ Հայաստանում, այո։ Դա իսկապես բարդ տեստ է, այնտեղ իսկապես կան տրամաբանության վրա հիմնված հարցեր կան եւ ճիշտ պատասխաններ, որ դու պարզապես պետք է ուսումնասիրես, բայց եթե դու ապուշ ես, դու նույնիսկ անգիր անելով այդ պատասխանները չես կարողանա ճիշտ լուծել այդ տեստը։ Եվ էլի հիմա գուցե մի հատ փոքրիկ, հա, շեղում անեմ դեպի ուրիշ հարց, բայց կարծում եմ նրանք տեղավորվում են նույն դաշտում։ Նոր ասեցի, ինչ քաղաքացի ենք մենք ուզում ունենալ։ Դուք բերեցիք օրինակ իշխանական թևից, հա, որ եկեք այս բանը վերացնենք կամ ինչ որ սիստեմ մտածենք, որտեղ պետք չի լինի իրենց նորից քննություն հանձնել։ Ընդդիմության որոշակի ներկայացուցիչներ առաջարկում են մանր բիզնեսին ազատել հարկերից։ Ես չեմ ուզում մտնել տնտեսագիտական հարցերի մեջ, որտեղ ոչ մի բան չեմ հասկանում։ Բայց հարկ մուծելը նշանակում է երկրի տեր լինել, քո փոքրիկ չափով։ Պահանջատեր լինել երկրի իշխանությունից, ղեկավարությունից, կատարել իր որոշակի պարտավորությունները, որոնց համար դու վճարում ես։ Չափը չեմ ասում։ Եթե դու ազատված ես, ազատված է նաև պետությունը քո հանդեպ պարտավորություններից, եթե դու չես կրում ոչ մի բան։ Նայեք, սրանք մոտավորապես նույն հարցերն են։ Պոպուլիստական թեմա շահելու համար որոշակի շրջանակների, այդ թվում կայով լայվ շրջանակների ուրեմն սիմպաթիան, հա, բայց իրականում հակապետական քայլեր, որոնք ուղղված են ոչ թե քաղաքացի ձևավորելու, այլ պարզապես սպառող ձևավորելու հոգտին։ Իսկ սպառողի հետ կարելի անել ամեն ինչ, քաղաքացու հետ դժվար է, որտեղ քաղաքացին երկրի տերն է։ Ես տերն եմ եւ իմ տուգանքի, եւ այն վճարի, որ պետք է, եւ այն օրինախախտությանը, որ ես թույլ եմ տվել, եւ նաեւ իմ փոքր հարկի, որ ես կմուծեմ, բայց կարողանամ պահանջել նորմալ բանակ, նորմալ ոստիկանություն, նորմալ կրթություն, իմ չափով ես դրան նպաստել եմ։ Եթե չեմ մուծել նույնիսկ մի դրամ, ոչ մի բան չեմ նպաստել, եւ ոչ ոք ինձ որևէ բան պարտավոր չի տալ։ Տեսեք, պարոն Բաբայան, ես այս թեմայով արտահայտվել եմ իմ էջում, Facebook-ում 400,000 դիտում ա եղել այս պահին։ Այսինքն շատ ակտուալ թեմա է, մարդկանց դա շատ է հետաքրքիր։ Մի քանի 100 մեկնաբանություն, եւ ես տեսնում եմ, որ հիմնականում համամիտ էր ինձ հետ, մարդիկ կատեգորիկ դեմ են այդ առանցքնության վերադարձին։ Ես ինչ եմ սրա վրա կենտրոնացել, սա շատ հետաքրքիր մի ցուցիչ է մեր հասարակություն կատարվողի մասով եւ տրամադրությունների։ Մարդիկ կան գրում են, լավ, դե հիմա մարդիկ հացի փող են աշխատում, իրենց համար այլ կերպ չկա, մի քիչ բան եղեք, ես եմ որոշող, էլի, ես պետք է բանեմ։
մարդկանց նկատմամբ հարցը այսպեսինն է չէ որ այդ մարդիկ ինձ համար ովքեր վարել չգիտեն ովքեր թքած ունեն կանոնների վրա ովքեր խմած նստում են ղեկին ես նույնիսկ եմ ասում խնդիրը մենակ խմացությունը չի կան մարդիկ որոնք խմած չեն բայց նույն ձև են վարում եւ մարդկանց կյանքը վտանգում են նրանք իրենցից ներկայացնում են պոտենցիալ վտանգ մենք 25-ին 232 մահվան դեպք ունենք մոտ 5000 վիրավորներ եւ այդ ստատիստիկան չի նվազում եւ այդ բոլոր մահերը այդ վիրավորները մենք ենք չէ մեզանից են լուսնից չեն այդ մարդիկ մահանում եւ վիրավորվում մահ կարող է մեզ հետ լինի այդ նույն բանը չէ մեր երեխաների հետ մեր հարազատների հետ մեզ հետ հիմա այսպիսի վերաբերմունքը սեփական կյանքի նկատմամբ թքածական կներեք արտահայտության համար ժողովրդի լեզվով ասեմ որտեղից է գալիս մենք ինչի չենք սիրում մեզ ինչի մենք չենք ուզում այդ անտերը օրենքով լինի ես օրինակ կարծում եմ որ հնարավորինս ճանապարհատրանսպորտային այդ պատահարներին խուսափելու համար պետք է հնարավորինս խստացնել այդ օրենքները խստացնել թույլ չտալ որպեսզի այսպիսի իրավիճակ լինի ճանապարհներում որտեղ մենք ենք չէ մահանում մեր երեխաներն են մահանում ինչի են մեր մարդիկ այդպես մատների արանքով նայում սեփական կյանքի նկատմամբ սա էլ չէ մի երևույթ երբ փորձում ես իրենց բացատրես նույնիսկ տպավորությունը ոնց որ իրենց չի վերաբերվում Այդ լավ էլի կարծում եմ գալիս ենք վերադառնում ենք քաղաքացի հասկացողությանը օրենքը հաճախակի ընկալվում է որպես պատժելու միջոց օրենքը պաշտպանելու միջոց է օրենքը տալիս է հնարավորություն այն մարդկանց որոնք հանցանք չեն գործում եւ օրինապաշտ են զգալ իրենց ապահոված անվտանգ վիճակում նա ով քարոզում է գթասրտություն հանցանք գործողի հանդեպ նա հանցագործ է որտեվ գթասրտությունը ես հասկանում եմ մարդկային գթասրտությունը հա հաշվի առնելով հազար մի հանգամանք բայց անհատական մոտեցում դա լինի բայց ասել դե մարդը խմել է բայց դե հո բան չի արել ոչ մարդա գցել ոչ բան արել եկեք դրա վրա ուշադրություն չդարձնենք եկեք ներենք ինչը ներենք հանցան գործելը դա նշանակում է կանաչ ճանապարհ բացել դեպի ավելի կոպիտ հանցանք եւ դա նշանակում է մնացած բոլոր մարդկանց դնել վտանգի տակ ոչ թե նույնիսկ անապահով վիճակի մեջ դնել իրենց ես անպաշտպան վիճակի մեջ դնել եթե դուք ներում եք իմիջիալոց ես կարծում եմ որ այս բանը այս մեծ քանակությունը եկավ նաեւ այն ակտից որը կատարվեց երբ որ այդ տուգանքները ներեցին եւ 9 բալը դարձրեցին 13 այո եւ դա էլ չօգնեց մի հատ հասկանա դա էլ չօգնեց այսինքն 9 բալ սպառողը 13-ն էլ է սպառում միանշանակ իսկ չսպառողը նույն ձևի չի սպառում եւ 9 եւ 13-ը ուրեմն պետք է մի սկզբունք լինի հանցանքի հանդեպ հա եթե ընտրակաշարքի հանդեպ Այմա նախաձեռնություն է օրենսդրական, հա, ավելացնել 7-ից 9 տարի, հա, դուք համարում եք դրա, հասկանում եք դրա վտանգը։ Ստեղ ինչ եք, ստեղ վտանգ չկա, որ իջացնում եք այդ, դարձնում եք 10 բալից 13։ Չէ, կա, ոչ պակաս։ Հանցանքը մնում, եւ եթե նա մնում է անպատժելի, նա իր հետևից բերում ուրիշ բաներ եւ մեքենային քշում եւ տաքսի եք նստում քանի մեքենայի մեջ դուք տեսել եք այս բանը չրտիկը որ դնում են որպեսզի ամրագոտին չկպցնեն կամ քանի վարորդա դες ասել դե մի արա պետք չի ինչը պետք չի եղբայր իմ կյանք ինձ պետք չի էսի մոտեցում է ինքը առաջարկում է դուք ձեր կյանքը վստահեք իրեն ինչու համար ես չգիտեմ Ինչու են մարդիկ անցնում չթույլատրված տեղով եւ անցնելուց
չեն նայում այդ ուղղությամբ, որտեղից մեքենա է գալիս, հակառակ ուղղությամբ են։ Իրենք իրենց կյանքը վստահում են այդ պահին ինձ։ Ավելին ասեմ դες։ Ինչ են վստահում։ Դուք եք դա տեսել հաճախակի։ Երբ քշում եք մեքենա եւ տեսնում եք անթույլատրելի տեղով անցնում է ծնողը փոքր երեխայի։ Այո։ Սա ամենաահավոր բանն է։ Հետո ինչ որ ընտանեկան քեֆի ժամանակ նակասի թե ինչքան նա սիրում իր երեխաներին, որ ամբողջ աշխարհի ամենասիրուն երեխաները իր մոտ են եւ այլն բաներ։ Հետո այդ երեխան կընկնի մեքենայի տակ, երբ որ մենակ կանցնի 11-12 տարեկան հասակում փողոցը, որտեղ մայրը կամ հայրը սովորացրել են, որ այդպես կարելի է անցնել, եւ ծնողը, որը ողբ կտանի, որը ամեն օր կգնա գերեզմանատուն, չի խոստովանի, որ երեխայի մահի պատճառը ինքն է։ Եվ կմեղադրի միայն վարորդին։ Այո։ Այս պարզ տրամաբանությունը բոլոր դեպքերում պետք է հասցնել։ Քարսիթերը, ես չգիտեմ հայերեն ինչպես է դա։ Քանի հատ մեքենա ունենք մենք Հայաստանում, որ քարսիթ կա մեջը։ Մանկական այդ աթոռները, քանի հոգի են դնում։ Դա հայտնի է, չէ, ապացուցված է, չէ, միջազգային պրակտիկայում, որ երեխայի կյանքը դա փրկում է, Աստված ոչ արասցե, ճարպատելի։ Քանի հոգի են դնում։ Մեկը դնում է խմբերում գրում են, վաղը Վրաստան եմ գնում, որտեղից մի հատ ճար եմ դնում։ Ինքը դնում է, որ Վրաստանում իրեն չտուգանեն։ Իրեն հետաքրքիր չի, որ կյանքի երեխայի կյանքը վտանգվում է։ Պարոն Բաբայան, ես ինչու եմ այս բոլոր հարցերը մեկ կոմպլեքսում բարձրացնում։ Տեսեք, որովհետև այս ամենը խոսում է մեր ընտրողների, լավ այսպես ասեմ, քաղաքացիական ենթագիտակցության, պատասխանատվության մակարդակի մասին։ Մենք մեզանից ինչ ենք ներկայացնում, որ ինչ էլ պահանջենք։ Եվ արդյոք այդ քաղաքական ուժերը, որ այսօր իրար հայհոյում են, որոնք իրենց պահում են ոչ հարիր քաղաքական գործչի, հա, պահվածքով, արդյոք նրանք չեն երգում այն երգը, որը մենք ենք իրենց պատվիրում։ Միանշանակ, էլի կրկնեմ են ինչ-որ եթե պահանջարկ չունենար, չէր արվի դա։ Ես անկեղծ ասած չեմ նայում, չեմ լսում դա, ինչպես եւ բազմաթիվ սերիալներ, հա։ Ես ժամանակին շատ ակտիվորեն շրջապվում էր այդ թեման, չէ, այս սերիալներ մի նայեք, եղբայր ջան, դրա համար կա կոճակ, տեսնում ես հանրահավաքում հայհոյում են մի գնա, հեռուստացույցով ինչ որ կլոր սեղանի շուրջ իրար հետ չեն կարողանում նորմալ կիրթ խոսակցություն վարել, մի նայի, մենք հաճախակի խոսում ենք քաղաքակրթական ընտրության մասին, քաղաքակրթական ընտրությունը իշխանությունը չի անում, ժողովուրդն է անում, եւ ընտրումը ըստ իր քաղաքակրթական ընտրության իշխանությանը, որպեսզի նա այդ ձևով սպասարկի այն սկզբունքները, այն քաղաքակրթական մոտեցումները, որը նա ունի ժողովուրդը, այլ ոչ թե գա ու պարտադրի դա վերևից, եթե ես դա չեմ կիսում։ Ես չեմ ուզում նորմալ վարել մեքենա, ես ուզում խմած վարել, որտեղ դե ես լավ վարորդ եմ։ Կամ ձմռանը կարող եմ վարել ամառային անվադողերով եւ ոչ մի բան չի լինի, որովհետեւ ես լավ վարորդ եմ։ Նայեք, մենք ասում ենք նա լավ մեքենա վարում, հիմնականում ասում են նրանց, ովքեր շատ արագ են վարում։ Ոչ։ Հայաստանի Հանրապետության մեքենա վարողների 95%-ը մեքենա վարել չգիտի, որտեղ խախտում է օրենքը։ Որտեղ սկսում է քշել թույլատրվող արագությամբ միայն երբ որ տեսնում է արագաչափ է դրված։ Երբ որ չի միացնում թարթիչները, երբ որ փոխում է գիծը, երբ որ չի զիջում։ Այս ամեն ինչը նշանակում է, որ դու վարել չգիտես, դու պետք է հանձնես իդիոտեն տեստ։ Իսկ մշակույթի բացակայությունը, փոխադարձ հարգանքի բացակայություն, դա էլ է չէ՞ լուրջ խնդիր։ Կամ մարդիկ, որոնք այդ ամենը շատ լավ գիտեն, ես ինչի եմ ասում, պետք է բաժանել, նրանք այդ իդիոտեն տեստը կհանձնեն։ Բայց իրենք քաղաքի դիմացին չեն հարգում, ինչպես կյանքում չեն հարգում, այնպես էլ ճանապարհին, եւ այստեղից գալիս է հերթական անգամ կոնֆլիկտ, ճանապարհների վրա կոնֆլիկտներ են, որտեղ սպանում են, չէ՞ իրար։ Ինչի համար են սպանում, որտեղ իրար չեն հարգում։
դու խախտում ես ուրիշի իրավունքը, ճանապարհը եւ տեղի ունենում ողբերգություն։ Սա ինչ է, սրա հետ ինչ անենք։ Դժվար հարցեր է, պարոն Բաբայան, ես հասկանում եմ։ Չէ, բայց ես դες ասեմ, որ հիմա շատ մարդիկ գուցե չհամաձայնվեն իմ հետ, բայց ես քանի որ վաղուց եմ ապրում, ես դες ասեմ, որ վիճակը հիմա ավելի լավ է, քան առաջ։ Առաջ ամեն մի վթարի ժամանակ դուրս էին գալիս եւ իրար գլուխ ջարդում։ Կռվում էին։ Հիմա ես բազմաթիվ դեպքեր եմ տեսնում, երբ որ մարդիկ փորձում են ինչ-որ գալ համաձայնությամբ կամ կանչել ապա կամ ոստիկանություն, որոշել հարցերը, սա դեռ բան է։ Ես դեռ հիշում եմ ժամանակները, երբ որ ոչ ոք չէր նայում, կարմիր լույսա, կանաչ լույսա, մարդիկ ասում էին փողոցով ոնց պատահի։ Այնպես որ առաջընթաց կա, միշտ ասել եմ, որ մենք Եվրոպա ենք, բայց 400 տարի հետ։ Այս բանով են գնում։ Դուք օգտագործեցիք մշակույթ բառը։ Կարծում շատ կարևոր է, որտեղ մեր մոտ մի քիչ ասենց ասեմ, մի քիչ խեղաթյուրված ընկալում է, թե ինչ է մշակույթը։ Մեզ թվում է, որ մշակույթը դա միայն արվեստն է։ Մշակույթը ամեն ինչում է։ Մշակույթը հիգիենայի մեջ է, մշակույթը սնվելու մեջ է, մշակույթը խոսքի մեջ է։ Եթե մարդը գեղեցիկ հագնվում է, բայց այլանդակ ձևով խոսում է, նա հակամշակութային մարդ է։ Ինչքան էլ նա չգնա թատրոն, կինո, գիր կարդա եւ այլն։ Մշակույթը դա ապրելու ձև է։ Դա այն չգրված կանոններն են, որով դու տեսնում ես քեզ այս հանրության մի մասը եւ հանրությունը տեսնում ես իբրև քո մի մաս, ինչքան էլ դա տարօրինակ չթվա, բայց դա այդպես է։ Որտեւ դուք ապրում եք նույն կանոններով, դու զիջում ես, դու մարդկանց հետ բարևում ես, անկախ նրանից ծանոթ ես, ծանոթ չես։ Դու զիջում ես, դու հանդուրժող ես դառնում շատ ու շատ հարցերում։ Եվ ոչ թե որտեվ դա քեզ որտեվ վախենում ես, որ տուգանվես դրա համար, ոչ։ Դուք գողություն չեք անում, որտեվ ձեր ներքին էությունը դա ձեզ թույլ չի տալիս, որտեվ ոչ թե որտեվ դուք վախենում եք գնաք 3-ից 5 տարի նստել։ Պարոն Բաբայան, դրա համար 400 տարին է մեզ պետք է։ Չէ, ժամանակը արագ է գնում եւ մենք միակ ժողովուրդը չենք, որ տենց հետա մնացել եւ կան ժողովուրդներ, որ շատ արագ այդ process անցան։ Ես մի օրինակ բերեմ եւ դες լսեմ եւ ավարտենք։ Ես հիշում եմ Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին, չգիտեմ, մի պահ ինչ էր տեղի ունեցել, խստացում եղավ։ Եվ մարդկանց սկսեցին տուգանել, երբ որ նրանք անթույլատրելի վայրով փողոց էին անցնում։ Մասսայական տուգանում էին։ Մոտավորապես մի 10 օր տևեց դա, հետո ինչպես միշտ բաց թողեցին, ով ինչ ուզում էր անում էր։ Ես դες վստահեցնում եմ, որ դուք էլ դա կհիշեք, այդ 10 օրից հետո իրավիճակ փոխվեց։ Մարդիկ սկսեցին իրականում, նո իհարկե կան որ սխալ տեղերով են անցնում, բայց հիմնականում սկսեցին օգտվել անցումներից, այդ զեբրաներից եւ անցնում էին կանաչ լույսի տակ։ 10 օր տևեց այդ տուգանքի գործընթացը։ Լավ օրինակ բերեցիք, ես կարող եմ բերել նաեւ տարբեր զարգացած երկրների օրինակ, որոնք դուք Հայաստանում, ամենանդեպս Երևանում չեք տեսնի, երբ մարդիկ դուրս են գալիս իրենց ընտանեկան կենդանիների հետ, հավաքում են կեղտը, սա էլ է շատ կարևոր։ Եվ այդ երկրներում կա նաև տուգանք։ Ընդ որում օրինակ Նյու Յորքում իսկ Գուձոնես ափին Նյու Ջերսին է, Նյու Ջերսիում $100 է, Նյու Յորքում 400։ Ես կարծում եմ այս երկու ճանապարհով միասին է պետք գնալ եւ գիտակցություն, բայց գիտակցություն պահանջել բոլորից հնարավոր չի միանշանակ։ Ոչ Հայաստանում, ոչ ուրեմն Նորվեգիայում։ Իդիոտեն տեստ հանձնողներից հնարավոր չի գիտակցություն պահանջել։ Չէ, նա պետք է հանձնի պարզապես եւ եթե նա իդիոտը ոչ մի իրավունք վերականգնելու վարորդական իրավունք չպետք է ստանա։ Իդիոտ է, ինչ ասես։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Բաբայան, հերթական ուսուցողական զրույցի համար։ Մեր հյուրն էր թատերական ռեժիսոր, պրոֆեսոր, հանրային խորհրդի անդամ Ռուբեն Բաբայանն է, ես Դավիթ Ստեփանյանն եմ, ձեզ հետ իմ մանրամասները կհանդիպենք։